Ամենակարևոր մասերից մեկը մեր ծրագիր լինելու է մեր քաղաքական համակարգի առողջացումը եւ համակարգային փոփոխությունները մեր կառավարման մոդելի։ Առաջինը այդ հիմքում ընկած են լինելու համակարգի առողջացումը, ներառականությունը, մեր պետությունը պետք է դառնա ներառական պետություն, որտեղ բոլորը հնարավորություն ունեն գործ անելու, չգիտեմ, զարգանալու, բարեկեցիկ կյանքով ապրելու, գործելու, անկախ իրենց մերձավորությունից իշխանության հետ։ Եվ սա կբերի հանրային համերաշխության վերականգնմանը նաև։ Ինչ ենք առաջարկում։ Վերադարձ կիսանախագահական համակարգին։ Սա մեր ուրեմն անկախության հենց ակունքում ընդունված մոդել է 91 թվի նախագահի մասին սահմանական օրենքով եւ մենք պետք է դադարեցնենք այս էքսպերիմենտները կառավարման մոդելի հետ, այն ինչ որ մեր ժողովուրդը կոնսենսուսով, ընդ որում բացարձակ կոնսենսուսով ընդունել է 91 թվին, այդ մոդելը պետք է վերականգնվի եւ այսուհետեւ երբեք չփոխվի։ Դա նաեւ կնպաստի մեր անվտանգության ամրապնդմանը։ Արդարադատության համակարգը, այսինքն բոլոր այն մարմինները եւ դատական, եւ քննչական, եւ այլն, այդ ամեն ինչը պետք է դուրս հանվի գործադիր իշխանության տակից։ Մենք պետք է ստեղծենք անկախ մարմիններ, որոնք ձևավորելու են այս մարմինները։ Ընդ որում ոչ միայն արդարադատության համակարգը, այլ նաեւ ընտրական հանձնաժողովը, հանրային հեռուստատեսությունը, հանրային ռադիոն, այս ամեն ինչը պետք է հանել եւ գործադիր իշխանության եւ կուսակցական վերահսկողության տակից։ Բնականաբար սա նշանակում է նաեւ, որ մենք վերականգնելու ենք ժողովրդավարական եւ քաղաքացիական ազատությունները երկրում, ազատելու ենք բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնելու ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ դեմ այս պայքարը, ավելին մենք նոր հարաբերությունների համաձայնագրիր ենք կնքելու հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ։ Մենք պետք է պաշտպանենք իրենց իրավունքները, իրենց արտոնությունները եւ վերջ տանք այս պառակտությանը, անօրենությանը, պղծությանը, որ այսօր անձամբ վարչապետը գործում է երկրում։ Սոցիալական Այս վերջի բլոկն է, ես ուղղակի ասեմ, որ շատ կարճ անդրադառնում եմ նաև այն խնդիրներին, որոնք այսօր շատ իրականում ջղայնացնում են մեր բնակչությանը, որովհետև այդ խնդիրները չեն լուծվում եւ դրանց գոնե թռուցիկ մենք պետք է անդրադառնանք։ Նախ եւ առաջ գիտեք, վարչապետը չգիտես ինչի որոշել է, որ կենսաթոշակները այլևս բարձրացնել պետք չի։ Ասում է ինչի բարձրացնենք, չգիտեմ ինչի վրա կծախսեն եւ այլն եւ այլն։ Սա եւ հիմարություն է, եւ անարդարություն է, եւ անընդունելի մի վիճակ է, որովհետեւ երկրում միջին աշխատավարձը աճում է, բայց թոշակները չգիտես ինչի մնում են նույն մակարդակի վրա։ Ուրեմն մենք կապելու ենք կենսաթոշակների ավելացումը միջին աշխատավարձի հետ համընթաց լինելու սկզբունքի հետ։ Եվ դա նշանակում է, որ շատ արագ կենսաթոշակները ընդհանուր մինչև 50%-ով կբարձրանան։ Մենք հասկանում ենք, որ երկրում կա շատ ծանր մի խնդրեմ կապված մանկապարտեզների դեֆիցիտի հետ։ Մարդիկ ուղղակի չեն կարողանում իրենց երեխեքին տանեն մանկապարտեզ։ Մենք այդ հարցը լուծելու ենք 2 տարում։ Ամբողջ բնակչությունը ունենալու է մանկապարտեզներից օգտվելու հնարավորություն իրենց երեխաների համար։ Հիմա չխորանամ դրա մեջ, բայց մենք կառաջարկենք նաև դրա մեխանիզմները։ Գիտեք ինչ դժգոհ են մեր մարդիկ Երևանում այս երթևեկության, այս խնդիրներից, խցանումներից եւ այլն եւ այլն։ Մենք անմիջապես ձեռնամուխ ենք լինելու եւ Երևանի իշխանությունների հետ համատեղ երթևեկության կառավարման ավտոմատացված համակարգերի ներմուծմանը։
որովհետև շատ པարզ ժամանակակից լուծումներ կան, տեխնոլոգիական, բոլոր այդ լուսափորները կարող են ինտերնետով կապվել եւ օպտիմալացվել դրանց աշխատանքը, այսինքն անգամ արհեստական բանականության կամ որևէ կոմպյուտերային ծրագրով վերահսկվի խցանումները եւ անմիջապես ճիշտ կարգավորում տրվի օգտագործելով այս տեխնոլոգիական հնարավորությունները։ Տաքսու տարբերանշան ունեցող վարորդներին թույլ կտանք ավտոբուսային գործողություններով երթևեկելու համար։ Այսպես կոչված ձախողակ հիմա խոսեմ նաև ձախողակ բարեփոխումների չեղարկման մասին։ Այս իշխանությունները իրենց տգետ եւ ապաշնոր կառավարման ընթացքում բավականին լուրջ խնդիրներ են ստեղծել իբր թե բարեփոխումներ անցկացնելով։ Իրականում սրանք չարեփոխումներ են եւ մենք դրանք ուղղակի վերացնելու ենք։ Ակադեմիական քաղաքի նախագծի չեղարկում են լինելու։ Սա բացարձակ անիմաստ մի պրոյեկտ է, որի միակ նպատակը այն է, որ այսօր զբաղեցրած այդ հրաշալի շենքերը իրենք օգտագործեն իրենց բիզնես նպատակներով, հյուրանոցներ կառուցեն, չգիտեմ ինչեր անեն եւ այլն եւ այլն։ Սա մենակ դրա համար արվում։ Քանդելուց լավ են, սարքելուց շատ վատ։ Այս բանը սրան պետքա վերջ տալ անմիջապես։ Ամենամեծ խնդիրներից երկրում դա համայնքների խոշորացումն էր, որը իրականում գյուղացիներին զրկել է շատ լուրջ ինքնակառավարման կարողություններից, հնարավորություններից եւ այդ ռեֆորմը իրան բացարձակապես չի արդարացնում։ Մենք կատարելու ենք ապախոշորացում, մենք դադարեցրել ենք խոշորացման process-ը եւ գործընթացը եւ կատարելու ենք ապախոշորացում։ Մենք վերականգնելու ենք բոլոր գյուղերի կողմից ինքնուրույն կառավարվելու հնարավորությունները։ Նույնը վերաբերվում է գյուղական դպրոցների խոշորացման գործընթացին, դա էլ պետք է դադարեցնենք, դա ուղղակի սպանում է մեր գյուղերը, սահմանային գյուղերը եւ այլն եւ այլն։ Այս պետք է վերացվի, կան շատ այլ ձևեր, որպեսզի մենք կարողանանք ապահովել այդ մարդկանց կրթության կարիքները։